Նախ հակաօրինական գործողություններ են անընդհատ իրականացվում այս իշխանության կողմից եւ բարձ մի երևույթ կա, ինչքան ազգային նկարագրով պայքարող ազգային իրավունքների եւ պետական հայկական իրավունքների համար պայքարող մարդիկ կան, հետապնդվում են ամեն մեկը մի ձևով եւ այս ամենը բացի այն որ դա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչ մի կարծում եմ ոչ մի մարդ մի քիչ բանականություն ունենա, չի կարող ուրիշ բան ասել այս ամենի մասին։ Դա անընդունելի է։ Այս իրավիճակից եք տեսնում ինչ է պետք անել, ինչ քայլեր է պետք Ես կարծում եմ, որ արդարությունը պետք է հաստատվի, նախ ընտրությունների արդյունքները ընդհանրապես պետք է չեղարկվի, որտեղ այս ամեն ինչը ապօրինությունների եւ անօրինականության մթնոլորտում է իրականացվել այս ամեն ինչը եւ ավետիքի ձերբակալումն էլ սա է, այսինքն պատճառը սա է, որովհետեւ ինքը արդարության ջատակով է, ինքը արդարության համար է պայքարում եւ մեր ընդհանրական իրավունքների համար է պայքարում եւ ես կարծում եմ որ պիտի որևէ բան չխնայենք օրինական մեր պայքարը պիտի շարունակենք եւ անպայման մենք պետք է վերջ տանք այս ամեն ինչի ներկայացուցիչներն ասում են, որ ենթադրաբար ընտրակարգ բաժանողները, ովքեր որ գումարի միջոցով կամ նույնապես շահագրգռելով ձայն են քվեն գործել ընտրողներից, պետք է իրենց պատիժը ստանան։ Դրա վերաբերյալ ուրեմն թողման կան իրենց շրջանակներում։ Այդ նույն բանը թողման կան, ինչ որ ասում են, իրենց շրջանակներում, երբ որ պետական ռեսուրսները օգտագործվել են եւ բոլոր տեսակի շահագրգռվածություն, առաջարկություններ, մարդկանց աշխատանքի հետ կապված եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը նոր չէ, երբ որ յուրաքանչյուր պետական աշխատող վախենում է ինչ որ Facebook-ում մի հատ լայք դնել, վերջում գալիս է սրան, այս ամեն ինչի։ Թող իրենք մտածում են անպատիժ են մնալու, բայց կարծում եմ կգա մի օր արդարությունը կհաստատվի եւ իրենք իրենց պատիժը ստանան։